Շնորհավորում եմ բոլորիդ Վարդավառը։ Կարևոր այսօր մեր ժողովուրդը ուրախ է անցկացնում այս գեղեցիկ տոնը։ Այս մի Վարդավառը միասին չի տոնի Արձաքանցյան Ռոտենբերգ զույգը։ Ուժը հայրենյաց կուսակցության նախագահ գործարար Տիգրան Արձաքանցյանը Նատալիա Սերգեևնային մոտենալ անգամ չի կարող։ Տիգրան Արձաքանցյանը չի կարող մոտենալ անձամբ Նատալիա Սերգեևնային, ոչ անձամբ եւ ոչ էլ միջնորդավորված, անթույլատրելի է նրանց շփումը, ընդ որում այս որոշման կատարման համար Տիկին Նատալիա Սերգեևնային արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24 եւ 7 ռեժիմով իրականացնում են իր պաշտպանությունը։ Buongiorno, signor Արձաքանցյան։ Buongiorno։ Սոցցանցային հարթակներում պարբերաբար սեր, հավատարմություն ու հանրային գործերում էլ լիուլի ներդաշնակություն ցուցադրող ամուսինները դատական պրոցեսում են։ Հունիսի 8-ին Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել խանդոտ ամուսինը ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ։ Հունիսի 8-ին ժամը 20-ի սահմաններում հենց Տիկին Նատալիա Սերգեևնայի բնակության վայրից զանգը եղել է կապված իր ամուսին Տիգրան Վիշայի Արձաքանցյանի կողմից խանդի հողի վրա կենցաղային հարցի շուրջ շահկած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Նատալիա Սերգեևնայի նկատմամբ։ Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն այլ մանրամասներ չասաց, միայն այն, որ քրեական գործ է հարուցվել 2 բռնության ու ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։ Ոնց ես Նատալիա ջան։ Привет всем։ Տեղաշարժի սահմանափակումը, ֆիզիկական ցավ, հոգեբանական ցավ եւ այլն, եկեք ճիշտ կլինի թողենք նախաքննության մարմնի գործողությունների շարքումը, թե ինչ որակում կստանա։ 5 лет мы вместе։ Զույգը 3 տարի առաջ ծանոթության հնգամյակներ նշում, երկնակամարում ոչ մի ամպ չկար։ Бурно, насыщенно. Главное с любовью։ Ռոտենբերգի թիմին նույնիսկ հարցն է վիրավորում արդյոք ամուսնու կողմից բռնությունը պարբերաբար է եղել։ Միթե նա թույլ կտար, միթե կհանդուրժեր, սա առաջին դեպքն էր։ Որևէ ինչ պետք է ենթարկվի որևէ բռնության, կլինի հոգեբանական, կլինի ֆիզիկական, կան կանայք, որոնք դա հանդուրժում են երբեմն, լինում է տևական, բայց Տիկին Նատալիա Սերգեևնան վստահ ասում եմ, կինը չի։ Տիգրան Արձաքանցյանի հետ կապ հաստատել չկարողացանք, ասացին Հայաստանում չէ։ Նա ենթադրաբար Իբիցայից խոսնակի միջոցով փոխանցեց։ Մեղադրանքին դեռ չի ծանոթացել։ Տիկին Նատալիայի նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրել։ Նրա ազատ տեղաշարժը չի սահմանափակել։ Քրեական այս պատմությունը նախաքննության փուլում է։ Ռոտենբերգի փաստաբանը տեղեկացրեց, քննչական գործողություններ էլ դեռ չեն եղել։ Վերջին ամիսներին զույգը համատեղ տեսանյութեր չի տարածում, բայց ակտիվ են երկուսն էլ առանձին։ Արձաքանցյանը ժողովրդի ճակատագրի թեմայով։ Իսկապես ես պետականապետ մարդ եմ։ Պետության մասին շատ եմ մտածում։ Նատալիա Ռոտենբերգը խոհափիլիսոփայական կանացի ներհայեցման պրոցեսի մեջ է, ավելորդներին դուրս նետելու, սեփական իրականությունն ստեղծելու ու ինքնավստահ առաջ շարժվելու մտքերով է։ Երբ հասկանում ես, որ հանուն նրա քո չափորոշիչներն իջեցրել ես, իսկ նա դրանց էլ չի ձգում։ Итак, приветствуем всем։ Նատալիա Ռոտենբերգը Հայաստանում ակտիվ, հանրային ու երբեմն նաև քաղաքական կյանքով է ապրում։ Նա Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան է ղեկավարում, բարեգործական ծրագրեր իրականացնում, իսկ 3 տարի առաջ քաղաքապետի թեկնածու էր, ամուսնու ղեկավարած ուժի առաջարկով։ Ինչպես արդեն շատերը գիտեն, կուսակցությունը ինձ է առաջադրել որպես Երևանի քաղաքականապետի տեխնացու։ Մենք կարող ենք։ Սրանից էլ առաջ ամուսնու կողքին էր, երբ Արձաքանցյանը դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր։ Բնտանիք ենք, բնտանիք ինչի համար է, որ պաշտպանեն, իրենց իրար հետ լինենք, մենք հավատարիմ լինենք։ Վարչապետի թեկնածուն վարչապետ չդարձավ, քաղաքապետի թեկնածուն քաղաքապետ, բայց քաղաքական հորձանքները տուն չքանդեցին։ Don't worry. Be happy։ Նատալիա Ռոտենբերգն ազգանունն ու ըստ մամուլի հրապարակումների եվրոպական մի քանի դղյակներ ժառանգել են նախկին ամուսնուց ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգից։ Արձաքանցյանն էլ թե այստեղ ու թե արտերկրում բիզնեսներ ունի։ Պարապենք սպորտով։
Ռոտենբերգի փաստաբանը տեղեկացրեց, Գեղարքունիքի գավառ հարս եկած Նատալիա Սերգեևնան Հայաստանից հեռանալու մտադրություն չունի։ Հայերենն էլի դե բարելավում է օրորի, արդեն տրամադրությանը համահունչ պոեզիա է ընտրում։ Ինձ չնաչելը մի քիչ դժվար է։ Հասկացեք, էլի ես մի քիչ բարդ եմ։